գյումրեցիներ, ողջունում եմ բոլորի, հարգելի լրագրողներ, այսօր մեր մամուլի ասուլիսի նպատակն էր, որպեսզի գյումրեցիները հասկանան այս պահին, այս վերջի օրով, այս վերջի մի քանի ժամվա ընթացքում ինչ է տեղի ունենում Գյումրի քաղաքում։ Մեր երիտասարդները քաղաքում զբոսնելիս տեսնում են, որ քաղաքացիական պայմանագրի կուսակցության գրասենյակից դուրս եկող անձիկ, ձեռքերը պլակատներ, ինձ հարկաբեկող պլակատներով փորձում են քաղաքի տարբեր հատվածներում պատերին, ծառներին, ես չգիտեմ, ծողերի վրա ամրացնելով ինչ-որ բանի հասնեն և երբ որ այդ լուրը հասավ մեզ, մենք որոշեցինք, որ արձագանքենք և հայ ժողովուրդը և Գյումրի քաղաքի բնակիչները հասկանան ինչ մեթոդների են դիմում իշխանությունները։ Իրենց ընդդիմադիր եղած ժամանակահատվածում իրենք բազմիցս շատ կոշտ քննադատության են ենթարկել նման բան անողներին և այսօր իրենք ավելի էժան, ավելի ճղճիլ տարբերակով են անում։ Քաղաքացիների արձագանքը չի ուշացել իրենց, նաև իրենք նկարներ, ֆոտոներ սարքել իրենց ստեղծած ֆեյք կայքերով, այդ իրենց ֆեյք լրատվամիջոցներով փորձել են տարածել այդ նկարները և երբ որ տակի կոմենտներն ես կարդում, գյումրեցին շատ ուղիղ իրենց արձագանքել է, որ նման բան անողը շան տղա է, շան տղություն է այդ ամենը անողը։ Եվ ես իմ կողմից նորից հորդորում եմ մեր բնակիչներին, որ պետք չի մտնենք այդ անձնական դաշտը, իրենց երած ցեխոտ քարոզչությունը թող իրենց մնա, մեզ ճանաչողները, մեր համակիրները, Գյումրու բնակչությունը մեր երթերի ժամանակ ցույց է տվել իր ազնիվ, իր մաքուր ջերմ ընդունելությունը, որը շատ քդեպ քչերն են արժանացել այդ բախտին, և քարոզարշավը դեռ չսկսված, առաջին իսկ պահից ես հայտարարել եմ, որ չենք մտնելու անձնական դաշտ, չի կարելի անձնական վիրավորանքներ տալ, սա Գյումրին է, մենք բոլորս հայ ենք և մայլեկի թաղերի բաժանումը անընդունելի ենք համարում և մինչև վերջի րոպեն պահել ենք և պահում ենք այդ սկզբունքը, իհարկե դատապարտում ենք իրենց արարքները, որ թույլ են տալիս նմանատիպ էժանագին մանիպուլյացիաներ, մենք վստահ ենք, որևիցե գյումրեցի չի փորձելու տուր տա այդպիսի մանիպուլյացիաներին և քրջերս հանգիստ գնալու ենք դեպի հաղթանակ։ Ուրախ ենք այդ վստահության համար, գյումրեցիների արձագանքի համար և ամեն ինչ կանենք, որ այդ պարտավորությունը մեր վրա կրելով հաղթական ավարտ ունենանք։ Մի երկու բառով էլ արձանագրել այսօրվա իմ հանդիպումներում եղած հարցադրումները մարդկանց, երբ որ հաղթանակի պողոտայում զբոսնում ենք քարոզարշավի շրջանակներում, այլ այսպես ասել նաև զբոսանքի էր նմանվել, որովհետև ամեն երկրորդ տունը տները բացում և սուրճ խմելու էր հրավիրում և գալիս իր ջերմ ընդունելություն էր տալիս մեզ։ Ասում են, երեկվա այդ դեբատին տեսանք, թե քաղաքացիական պայմանագրի կուսակցության թեկնածուն ինչպես արտահայտվեց բոլոր գյումրեցիներիս հասցեին, որ գյումրեցիները գումար են տալիս, որ չգնային Արցախ։ Այսօր էլ իրենց կուսակցության բարձրաստիճան, եթե կարելի այդպես կոչել, անձանցից մեկը, ով իրեն համեմատում էր ուսապարկի հետ, նա է այդ հայտարարությունը ավելի ռեստավրացված տարբերակով անում, թե գիտեք ինչի են գյումրեցիները մեծամասնություն կազմել Արցախում զինծառայության ընթացքում, որովհետև աղքատ են եղել, փող չեն ունեցել, որ իրենք տան և իրենք չհասնեն Արցախ ծառայելու։ Հիմա ես չգիտեմ ինչ պատասխանել նմանատիպ ոչնչություն հայտարարությանը, դա ուղիղ բոլոր գյումրեցիներին վիրավորանք էր և իմ կողմից արժանանալու է այն պատասխանին ամսի 30-ին, որ իրենք հասկանան
վերջնականապես ավարտվել է իրենց լաղոզված քաղաքականությունը, ավարտվել է իրենց բանսարկությունները, իրենց վաճառող տեսակի մատուցումը եւ արժանի պատասխան տալ ամսի 30-ին իրենց։ Եվ փորձեմ մի մեջ բերում անել հիշեցման կարգով, որ 88 թվականի մեր աղետալի օրը երկրաշարժի օրը անգամ, երբ որ Գորբաչովն էր ժամանել Հայաստան, փլատակների տակից անգամ տրենդ էր տարել, այսպես ասած, որ փլատակների տակից մարդիկ դուրս են գալիս ու առաջի հարցը Գորբաչովին ասում էին Արցախի հարցը ինչ պետք է լինի։ Նման ժողովրդին, նման քաղաքացիներին համեմատել նրա հետ, որ փող էին տալիս, որ չգնային Արցախ ծառայելու եւ ինչի էին մեծամասնություն, քանի որ աղքատ մարզ է Շիրակի մարզը եւ Գյումրի քաղաքը, ինչին բնականաբար արժանի չեն, փող չունեին որ տային, դրա համար այնտեղ շատ ունենք։ Սրա պատասխաններ են Գյումրեցուն տալու, ես ակնկալում եմ Գյումրեցուց բիրտ, կոշտ ու կոպիտ պատասխան, ինչպես եւ հենց ես եմ տալիս, որ նման լկտիություն իրենց թույլ չտան։ Ով եք դարձել դուք, որ փորձեք Գյումրեցուն նման վարկաբեկող արտահայտություն անել, այդ Երևանից ժամանող իրենց ուսապարկետ համեմատող անձինք մերժվելու են համատարած եւ պատժվելու են առաջի հերթին իրենց հոգու, իրենց Աստծո առաջ եւ երկրորդ մեր քաղաքացիների, գյումրեցիների, ընդհանրապես մեր հայ ժողովրդի կողմից։ Ասացիք վիրավորական պաստառներ են տարածում։ Ինչ պաստառներ են դրանք բովանդակային եւ արդյոք պատրաստվում եք դատարան դիմելու։ Գիտեք ինչ կա, իրենց կառավարության օրոք դատարան դիմելը ժամանակի կորուստ են համարում, քանի որ ականատես ենք եղել ձգձգումների, հետաձգումների եւ վերջում իրենց արարքների համար պատասխան չտանալու։ Ժամանակի կորուստ չենք ուզում մնալ, ափսոսում ենք այդ ժամանակ, որ ծախսելու ենք իրենց վրա, մենք լծվելու ենք գործով եւ շարունակելու ենք մեր գործը։ Իսկ պաստառների բովանդակությունը, չգիտեմ, դրամներ են նկարում վրան ինչ են անում, բան էլի, շատ ցածր որակի, ցածր մակարդակի, այն դեպքում, երբ որ առաջի հայտարարողը, որ ազնական տաշ չի կարելի մտնել, պետք չի գյումրեցիներին խառնել իրար, դա եղել է մեր կողմից, դա ասել եմ ես, եւ մինչեւ այս պահը պահում եմ եւ նորից պահելու եմ, որովհետեւ չհասկացողներին նաեւ փորձելու ենք դաստիարակել մեր բարության եւ մեր ներողամտությամբ։ Եվ նոր հանրահավաքին նման միտք էին հնչեցնում, իհարկե Մայր Հայաստան դաշինքի անունը չտալով, որ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը, այսպես էին ասում, իրենց ցուցապաստառներում ներառել են զոհված զինվորների լուսանկարները եւ դրանք օգտագործում են որպես PR-ի միջոց։ Ես տեղյակ եմ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը Հայաստան դաշինքն է, որի առաջնորդ ինքն է, Հայաստան դաշինքը չի մասնակցում ընտրություններին եւ չգիտեմ ինչի մասին են խոսում եւ հաջորդը իրենց երազանքն է, իրենց պաշտամունքն է, որ միշտ նախկին ներկա թեզը բերելով փորձեն ժողովրդին մանիպուլացնել, բայց չի ստացվելու, որովհետև քարոզաշարի ընթացքում մենք չզգացինք այդ իրենց փորձերի էֆեկտը, գյումրեցիները միաբերան ասում են, որ ոչ կապելին եւ քաղաքացիական պայմանագիրը պետք է հեռանա Գյումրիից։